Urpate կհանդիպինք, urpate ասված մեզ է իր թարոն խոսքը գուտա, urpate ասված մեզի նոր զավակ մը գուտա, որ իրեն ավելի մոդեն զանոթանանք եւ յուրաքանչյուր զավակեն կսորվինք նոր ուսուցմունք մը ավելի կճանչնանք Տեր Հիսուս Քրիստոսին հավատքին, որովհետեւ ամեն մեկ զավակ իր սելիք ունի, ամեն մեկ զավակ իր վկայություն ունի, ամեն մեկ զավակ բոլորս ասու զավակներն ենք, բայց ամեն մեկերնից դարբեր հանդիպումներ ունենանք Տերոջը հետ։ Այնպես է Սուրբ Ոգին մեր կյանքին մեջ դարբեր ձևով կաշխատի։ Եվ այսօր ուրախ ենք, որ իմ հետ է Սեքերապատիվ Տեր Բարույր Ծարակուն Վարդապետ Շերնեզյան Լիբանանեն։ Բարի եկած եք, հայր Բարույր։ Բարի դեպք, շնորհակալություն։ Սելիներ թույլ տվեք անոնք, որոնք չեն ճանաչնարզինք, թե պետք է տեսնակ իրեն մեդիայի վրա, տեսնակ իրեն եկեղեցին մեջ, պատկամներու ընթացքին, անոնք, որոնք կհետևին զինքը, բայց ես գուզեմ զինք ներկայացնել ամփոփ ձևով, ծնած է Բեյրութ Լիբանան, ինչպես որսի, ուսանած է Մեծիդանն Գելիգիո կաթողիկոսության Տբրևանքի մեջ, 2012-ին ցերնատրված է գուսագրոն քահանա Գելիգիո կաթողիկոսության միապանության անդամ դառնալով 2016-ին նշանակված է Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի հովիվ, 2019-ին ստացած է մագիստրոսի աստիճան Berkeley Graduate Theological Union համալսարանեն, նույն տարին գվերադառնա Լիբանան, 2020-ին կնշանակվի Տբրևանքի դեսուչ, կտասավանտե ներազություն նոր եւ հին գդագարաներու։ Հայր Բարույր կշարունակե իր ուսումը Doctor of Ministry New York-ի Ֆորտնամ համալսարանեն քրիստոնեական ծառայություն դոկտորական աստիճան։ Ուրեմն ասված ես օրնած է մեր բարույր գուզենք բոլորս ալ ճանչնալ այսպեսի երդասարդ ասենք զայրակույն վարդապետ։ Ինչպես է սկսած է ձեր կյանքը որոշ է որ գարտացինք որ դուք Տբրևանքեն շրջանավարտեք, բայց ինչպես եղած է ձեր ճամփորդությունը ձեր հավատքի կյանքի մեջ։ Ես անշուշտ երբեք անգերս լալու համար փոքր դարիքից երազ չեմ ունեցած հոգևորական դառնալու։ Եվ չեմ եղած մեկը որ թբիր եղած է եկեղեցու մեջ ծառայած է, սակայն եղած եմ գիրանորիայի աշակերտ եւ միշտ սիրած եմ գիրանորիան, սիրած եմ գրոնքի բահավոր ունենք դբրոցեն ներս եւ անշուշտ նաեւ միշտ հորս գմղեի որ անպայման երթանք եկեղեցի եւ ներգա ալանք գսիրեի եկեղեցու մտնոլորը բայց երբեք չէի մտածած զարայելու մասին եւ անշուշտ նաեւ հորս աղոտական կյանքը նաեւ աստած է իմ վրաս որովհետեւ հայրս շատ զազուկ իր անգողինի մեջ ինքն իր աղոտ կգներ եւ ես միշտ կտեսնեի նախքան քնանալը ինչպես գաղոթեր ադիգա ինձ շատ դպավորած է եւ միշտ աստծո ներկայությունը փոքր դարիքից սկսած եմ իմ կյանքից մեջ ուրեմն պայմանները ինձ այնպես մըրին որ աստված առաջորդեց ինձ որ ես թբրևան կամ նախ ասեմ որ ես այնպես պիտի լար որ պիտի երթա Երուսաղեմ եւ Երուսաղեմի վանքը հաջախեի սակայն որովհետեւ մամաս բավական մտահոգություն հայտնեց այդ ժամանակ արդեն հայրս մահացած էր ուրեմն ճուզեց այդ հերավորությունը ապրիլ եւ սավ նվազագույնը կոնե այստեղ Լիբանանի մեջ վանքը երթամ ուսուցիչի մջամփով ինձի համոզեց որ դբրևան կամ եւ ուսումը շարունակեմ մինչ այդ հորս մա այնքան աստած էր իմ վրաս որ ես նույնիսկ դբրոց երթալ չէի ուզեր Քանի տարեկան էիք այն ժամանակ դուք 11 տարեկան էի որ հայրս կորցնցուցի 12 տարեկան էի արդեն իսկ Տբրևանքի նյութը գար որ Տբրևան կերտամ արդեն գրեթե 12 տարեկան էի այո եկա Տբրևանք 12-13 տարեկան էի եկա Տբրևանք եւ ուրեմն իմ Տբրևանքյան կյանքս հոն սկսավ առաջին օրեն սիրեցի Տբրևանքի կյանքը որուն մասին երբեք չէի լսած չէի տեսած եւ անշուշտ օր այդ մեկը մեջս գաջել սակայն փոքր դարիքի մեջ երբեք չես մտածել ինչպես լաս գնալը որ մտածես հոգեբորական դառնալու մասին բայց մնայում մտածումը չէ ավելի ուշադրություն կուտաս թասերուտ քու ապրելակերպիդ գազմավորվելուդ եւ Տբրևանքը իրապես որ այդ գազմավորման մեծ կորձ գդարեց իմ վրաս եւ ես շատ լավ գհիշեմ անշուշտ
հաջախագի գլսեինք Աստծո խոսքը, բնականաբար գլսեինք Քրիստոս մեզ բարգեց, մեր եղքեն, մահեն, հարություն տվավ, այս բոլոր գլսեինք, բայց այնքան գլսեինք, որ չենք խորանալ երբեք, մինչև օրը եկավ, որ օրը դասաբահուն ուսուցիչներս մեկը խոսել թե ինչ կնշանակի Հիսուս մեզ մեղքերեն ազատեց, եւ այդ բահը շատ լավ գիշեմ, այսպես մտածեցի, ասի Հիսուս եթե ասգա ըրած է ինձի համար, եթե ես ամբողջ կյանքս վերադարձնեմ իրեն, նվիրեմ իրեն, շատ քիչ պիտի ըլլա իր գդարած այդ մեծ զողողության եւ շնորհքին դիմաց։ Եվ ադիգա միշտ մեջս մնաց, որ ես վերադարձնելիք ունիմ Քրիստոսին, որովհետև սկացի այն ինչ որ ինք կատարած է ինձի համար, անհադաբես սկացի իր սերը եւ ինչպես ինձի այդ դժվար օրերուս ընթացքին ինձի հետ եղավ։ Հայր դարձավ առանց Մ, ես երբ չի գիտակցեր իր հայրական ներկայության իմ կյանքիս մեջ, որովհետև մանավանդ երբ 11 տարեկան դղամը իր հայրը կգործընծնե կամ ծնողները մեկ է բավական դժվար շրջանը գանցնե եւ ես այդ շրջանը գանցնեի եւ չէ անդադանա ինչու համար այսքան կյանքս սկսած է ժխտական առումով փոխվել մինչ այդ ասված իր գործը կգադարեր երբ ես ամբողջական գիտակցություն չունեի իր գադարած գործին եւ մնաց ադիգա իմ մեջս որ ես պետք է վերադարձնեմ Աստծո երբ դարիները մոտեցան որ պետք է այլևս որոշում առնեի բնականաբար իբրև երդասարդ այսինքն 19 տարեկան գդադամսիս արդյոք որն է իմ ջամփաս գուզեմ գուսագրոն դառնա բայց վստահ չեմ արդյոք ասգա է իմ ճանապարհս կամ արդյոք ամուսնացիա կհանայություն իմ ճանապարհս կամ արդյոք երբեք գեղեցկություն իմ ճանապարհս չէ որովհետև ի վերջո նաև կմտածես որ ես փոքր դարիքից չունեի այս երազը ինչու հիմա գանչված եմ եւ այլն բնականաբար հոն աղոթքը մեծ ստեր գխաղա եւ ես աղոթական կյանքին ավերի թիմեցի նվիրվեցա որ ասած ինձ ճանապարհը մցույց տա եւ սե որ մեկն է որովհետեւ մտքեր ունեին նաեւ որ չլամ հոգեվորական եւ ասած մե խնդրեցի որ նշանը ցույց տա եթե իրապես կուզե որ ես գուսագրոն կահանա դառնամ այսինքն ոչ ամուսացիալ կահանալամ եւ ծառայեմ իրեն եւ այդպես ապադահեցավ ինձ երազոմը նշան ցույց տվավ եւ ես ադոր վրա որոշեցի հոգեվորական դառնալ առանց դադամսելու եւ Փարք Աստծո հավասիկ արդեն մոդավոր 13-14 տարի է իվեր իբրև գուսագրոն քահանա գծարայեմ Աստծո եւ երբեք չեմ զղջար առած որոշումից Կաստազոսեցի համար։ Իսկ ծեր հայրը իր անձնական սերդողություններն է, որ իր հավատքի կյանք ուներ ավելի։ իր հայրը շատ լուր անց եղած է քիչ խոսող եղած է եւ ուրեմն ինքը բարձաբես շատ այսինքն հայրս արիչ է ունեցած ուսանելու սորվելու դբրոցի երթալու փոքր դարիքեն կորզի նվիրված է մեծ մայրս որուն չեմ ջանցած շատ հոգևոր անց եղած է մնայուն աստվածաշունչ ընթեցող եղբայրակցության անդամ եւ երևակայեցեք որ մեծ մայրս մահացած է աստվածաշունչը ցերքին գարտացած ժամանակ նստած եւ կընթերցեր իր հոգին ավանտազ է եւ ուրեմն հայրս գիտեր միայն թրքերեն աղոթել այսինքն իր սորված աղոթքի լեզուն ադեր ինչ որ իր մորմեն սորված էր ադի գաղոթեր եւ չի լսեր բարձրապես գտեսնեի ինչպես բիզեն այդ խաչը գախված գահաներ գահամպուրեր եւ աղոթ կգսեր այդպես կքնանար միշտ ադի ինձի շատ դբավորած է եւ անշուշտ իր օրինակը որ նաեւ այսինքն այնքան բարի անց եղած է որ սկալի եղած է աղոթքին զորությունը ներգայությունը իր կյանքի մեջ ամենօրյա կյանքի մեջ Եվ երբ որ ասենք ուսագրոն քահանա դարձակ եւ նախքան ծեր Ամերիկա մեկնիլը ծեր ծառայության ինչ ասենք ծառայություններ ունեցած եք ուրեմն ես որովհետեւ արվեստ շատ կսիրեի
վեհապարը ինձի վստահեցավ Գիլիգիա տանկարանի դեշուչունա, ուր մենք գբահբանենք ցեղասպանութենե բրգված այն սրբությունները կամ մասունքները իրերը, որոնք մեր եկեղեցականները, մեր ժողովուրդը իր հետ բերած է։ Եվ ուրեմն նադիգա նաև ինձի բաժար դարձավ, որ շատ մը սկսին բրբդել ուսումնասիրել լանցերակիրներ, հմայիլներ եւ միաժամանակ, այսինքն ես այդ ընթացքին հոսլիպանանի մեջ Near School of Theology, այսինքն նեստի մեջ աստվածաբանական ուսման ասենք կորսեր գարնեի միաժամանակ ադիգա գզարկացնեի նաև գործեի արվեստի այդ սերս հետաքրքրությունը սկիչ մավերի զարգացնել տանկարանի մեջ եւ ադոր բաժարով շատ ուսումնասիրություններ գդարեցի եւ ինձ համար շատ հայտնաբերումներու արիտ եղավ ատկեի հետո էր որ միաժամանակ նաև երիտասարդական միությունը վստահեցավ վեհապարը ինձի այդ ժամանակ էր որ գարիկը սկսեցավ Ամերիկայի մեջ հոգեվորականի մը եւ վեհապարը որոշեց ինձ եղրգել եւ բادرելով որ այդ զարայության գողքին ես անպայման պետք է ուսումս շարունակեմ։ Մ, Այո, որովհետև որքան ավելի դերը կփարապանենք, ամեն մեր կյանքով դերը կփարապանենք, ամեն ծառայությունով, ժպիտով, կորձով, բայց միևնույն հատ երբ որ գիտությունը ունենք, շատ ավելի մեզի կօգնի ադիգա։ Հարբարույր Ամերիկա երբ որ վերադարձակ եղաք դբրեվանքին դեսուչը։ Կուզեք մեզի քիչ մտերեկություն տալ վանքին մասին։ Այո։ Ուրեմն ես իրականության մեջ ամիջապես դբրեվանքի դեսուչ չեղա եւ որ վերադարձա ես նորեն եկա տանկարան ստանցնելու որևէ վերանորոգության մեջ էր եւ գարիկը գար որ անպայման մեկը աշխատանքը ամբողջացնե իր լրումին հասցնե եւ ես այդ աշխատանքի մեջն եմ եւ որ այդ ժամանակ դբրեվանքի դեսուչը Մեղրիկ Սրբազաններ Փարիկյան եւ ուրեմն թակաժահրի բաժարով վախճանեցավ եւ գարիկը գար որ անպայման մեկը գացության համացան դիրություն է դբրեվանքին եւ այդ առաքելությունը շարունակե եւ հոներ որ վեհապարը ինձի վստահեցավ դբրեվանքը դբրեվանքը ինձի համար դուն եղած է իմ դունես ավերի այստեղ է որ ես իրաբես մեկը դարձա Աստծո ծառայող դարձա ես առանց դբրեվանքի չեմ գիտեր ինչ կրնայի լալ այդ գացության մեջ որ ինձի ես հայրս գործընծուցի եւ այսինքն հավանաբար բարձ դբրոց երտալով ինձի համար բիդի չլար դերմը ուր հավանաբար ասուզմով աջեի եւ օրմը ծառայող դառնայի դբրեվանքը ադիգա դարձավ ինձի եւ մեջս վերագանքնեց այդ երազը դեսիլքը որ պետք է ես դառնամ մեկը որ ոչ թե բարձրապես իմ կյանքս գաբրիմ իմ ուզածից պես այլ ծառայության տնեմ Աստծո ժողովրդին եկեղեցին համար եւ հիմա որ իբրև դեսուչ կծառայեմ գտեսնեմ եւ գսկամ որ որքան է գարիկը մանավանդ որ Սան Ֆրանցիսկոյի հովիվի փորձառությունը ունեցա դեսա թե ինչպես այսինքն գարիկը գա եւ մեր քաղաքները դեպի ուր գերտան ինչպեսի մարդահրավերներ կան հիմա ինձ համար շատ կարևոր է որ մեր դղակը որոնք հոսք կան գուսանին գիտնան ինչ գիտակցությամբ եւ ինչ ծավալ պետք է պատրաստվին աբակային համար ուրեմն դբրեվանք գուքան աշակերտներ ոչ բոլորը անպայմանորեն եկեղեցական գոչումով որովհետեւ փոքր դարիքի մեկը այդ արտնությունը չունենար հոսք կան այն բանով որ գուզեն աբահով այս հոգևոր մտնոլորտի մեջ ուսանիլ աջիլ եւ դերմը հասնել որովհետեւ մենք այդ գարելությունը կստեղծենք որ եթե մեկը չի փապակիր Աստծո ծառայել իբրև հոգևորական լամ ուսացել կամ գուսակրոն կոնե նվազագույնը լա աշխարհական բայց միշտ ծառայե եկեղեցին մեր ասկին իր դբրեվանկյան ուսումով կամ սեն գազմավորումով անոր համար շատեր գուկան հոստեղը իրենց ուսում կշարունակեն եւ ընթացքին կամած կփորձեն հասկանալ որ ինչ է իրենց կոչումը եւ մենք իբրև ասենք դեշական գազմ ուսուցիչներ կփորձենք օգնել իրենց
որ այդ ընթացքի նաև իրենց գոչումը գտնեն, իրենց կյանքի գոչումը գտնեն։ Բնականաբար շատեր կան, որոնք ընթացքին գսեն, որ ասիկա իմ կյանքս չէ, ես կնախընտրեմ ավելի աշխարհական կյանքը, որ հարգելի է, բնական է, բայց նաև կան անոնք, որոնք անպայմանորեն գուզեն ամբողջացնել եւ դբրևանկի ընսերած, ասենք, արիտներ օգտագործել եւ զարայել, որովհետեւ իրապես անոնք, որոնք դուրս կուքան դբրևանկեն, նույնիսկ եթե հոգեվորական չեն դառնալ, անպայման իրենց մեջ սերմանված է այդ գիտակցությունը, որ պետք է իրենց կյանքը հավաքական կյանքի ծառայեցնեն։ Ասիկա միայն իրենց դրվելի կյանքը չէ, իրենց համար բայելի կյանքը չէ, պետք է նաև ժողովրդին եւ ասկին աստծո դիմաց այսպես բրեն։ Ուրեմն անոր համար այստեղ 12 տարեկան են գուքան։ Սկիզբ բնական տասնտասներ գդրվին, այսինքն գիտությունը, թվապանություն, այս բոլոր նյութերը կան, բայց միշտ գողքին նոր գդագարան, հին գդագարան, շարական, զես, այս բոլորը նաև գդրվի եւ բնականաբար մտնոլորտը, որ ավելի ղարկաբահության վրա հիմնված է, մեր օրը կսկսի աղոթքով, գավառդի աղոթքով, ընթացքին Աստծո խոսքը ընթերցելու արիտներ ունենք, այսինքն ջաշեն նաև Սամոս կգարտան, այս մտնոլորտի մեջ է, որ բադանին երիտասարդը գաջի եւ գազմավորվի, մինչև որ ընձայրանի բաժին անցի, ուր նյութերը քիչ ավելի մասնակիտական են։ Ինչպես որ ասի բարձ նոր գդագարան չէ, որ գդրվի, այլ ներածություն նոր գդագարանի, որ պատրաստվին ադիգա լավաբես դրամատրելու, հրամցնելու ժողովրդին գիտան ինչպես պետք է անեն, վեհապար հայրաբեդը ինք անցամբ կտասավանդ է վերի գարկին աստվածաբանություն, լադեսական եւ ովվական եւ նիշ այդ նյութերու գողքին ներկա է կամ գոյություն ունի այն նյութը, որ իրենք ինչպես պետք է ծառայեն Աստծո եւ ժողովրդին։ Միշտ գա ադիգա։ Մանավանդ որ ես իմ տասաբահերուս դեպ կխոսիմ ներազություն նոր գդագարանի կամ ինքը դագարանի, միշտ կփորձեմ հոնգե քաղել, որ ինչպես իմ փորձառությամբ սովորությանս մեջ ինչպես տեսա այս դժվարությունները կամ օրինակները, իրենք կալ գարենան ադիգա բերել իրենց ամենօրյա կյանքի մեջ կամ աբակայի հոգեբորական կյանքի մեջ, նաև դրամատրեն, փորձեն իրակորձել իրենց կյանքի մեջ։ Բնականաբար 8-9 դարվա ուսումը դբրևանկի մեջ բավարար չէ, որովհետև հիմքն է, որ գտնենք, հետո աշակերտը պետք է ադորը վրա գառուցե եւ ապարը միշտ կսե, որ մենք մնայուն աշակերտ ենք, ինչ բաշտոնալ ունենանք, ինչ գարկալ ունենանք, մենք պետք է շարունակենք աշակերտ դնել, այսինքն միշտ սորվիլ, որբեսի նաև գարենանք միշտ թարմացած ասենք նորություններ եւ նաև ուսում չամպեր ժողովրդին։ Անոր համար կնշանակե թե իրենք պիտի շարունակեն աբակային որ գավարդեն տբրևանկը, պետք է նույնիսկ ինչ եթե հոգեբորական գլան կամ ոչ, պետք է անպայման իրենց ուսումը շարունակեն եւ զարգացնեն։ Դա կրական է ծեր կյանքը, ծեր հավատքի կյանքը ծեր հորմեն կսկսի, անգեց վերջ դուք դբրևան կերտակ, անգեց վերջ Սան Ֆրանսիսկո կերտակ, գզարակ որպես դնորեն ծեր սիրած դերը, ծեզի ասված ծեզի ատ սիրած մեկ սենք արվեստի փափակը արիտ գուտա որ կորզածեք, անգեց վերջը դուք կշարունակեք ծեր ուսումը հիմա քրիստոնեական ծառայության դոկտորական աստիճան առնելու, ասիկա սկանչելի մեկ ձև մնե, որ ավելի պիտի գարենակ ջղավորված եւ ավելի մանրամասն բոլորին օգնել։ Շատ հարցումներ դա գաբին գնամ հարցնել, բայց հոսքենանք շնորհակալ եմ ձեզի, անցնենք մեր այսօրվան նյութին։ Հովանու 17-ը շատ գեղեցիկ գլուխ մնե, բայց անցնել են առաջ, վերջին հարցում սպիտարցնեմ, գրնակ մեզի դեղեկություն դալ ծեր քիրքին մասին, աղոտքի քիրքին մասին։ Ուրեմն ես սովորություն ունեի, որ երբ մեկը գմոդենար եւ
ինձի որևէ հոգևոր կամ ասենք ցանկի դժվարություններու մասին գխոսեր եւ ես կփորձեի Աստծո խոսքով մխիթարել, զորացնել, խրադել, որ ինչպես կարելի է այդ դժվարություններու մեջ, նեղություններու մեջ բայկարիլ Աստծո խոսքով կամ Աստծո աղոթքով նեմ որ նաև ատկե հետո այդ անձը գարենա մտապերել ինչ որ ես խրադեցի, որովհետև դժվարության մեջ անձը գրնա ետ ինալ նույն վիճակի մեջ, նույն մտության մեջ է, որ նեղությունը դիրական է։ Գուցե բամ մտալ, որ այդ անձը վերհիշեի մսածներս ետ զորանա, ետ սկսի բայկարիլ չարին կամ խավարին դեմ եւ ետ ինքզինք ամուր բահե որևէ մեկ մարդահարավերի կամ դժվարության մեջ, անորմալ կմտածեի միշտ այսպես աղոտ մկրել, ղրգել անձին, որ գարտալով ետ ինքզինք հաստատե իմ փոխանցած Աստծո խոսքի հիման վրա։ Ուրեմն շատեր գսեն, որ պետք է ասիկա քիրքի վերածես, պետք է քրես, եւ ես գսեի, որ չէ, ասիկա քիրքի համար չէ, ասիկա բեք չունիմ քիրքի վերածելու, բայց հետո մեջս այդ բանը արթնացա, որովհետեւ այնպեսի ժամանակ մներ, որ ես 30 տարեկան գլայի եւ 10 տարվա հոգեբորական էի միաժամանակ։ Այսինքն գլոր թիվեր էին եւ ասի որ ես պետք է ծևոմը Աստծո երախտաբարդ ըլլամ ինչ որ ինձի այս դարիներու ընթացքին սորվեցուց հասցուց իմ միջոցով զգադարես ես պետք է փանոմը ետ վերադարձնեմ։ Եվ անորմա որոշեցի այդ ասենք գլոր հաշիվներուն դիմաց Աստծո երախտաբարդ ըլլալ եւ այս աղոթքի քիրքը նվիրել եւ անշուշտ իր парքին զարայեցնել։ Ուրեմն այս աղոթքի քիրքը 100 աղոթներ են, որոնք սրդապուխ կրած են եւ ամեն մեկը դարբեր նյութ ունի։ Եվ ասենք աժմիական նյութեր են։ Մեկը գրնալալ որ հերացայնի մոլությամբ դարված է։ Չկա աղոթքը որ մեկը գարտա եւ ասե որ գուզեմ այս մոլուտենեն ծերպազատել կամ քինե մոլուտենեն կամ մեկը իր ասենք թե իր գողագիցին ամուսին կամ գնոջ հետ դժվարություն ունի չկա հայերեն աղոթքը որ գրնա փանալ բարձ դեզվով որ իրեն գրնա օգտակար դառնալ կամ որևէ մեկ արիտ որ գրնալալ որ մգրդություն է բսակ է հղի դառնալ է այս բոլորը փորձեցի մտապերել ինչ դժվարություններ գրնանալ կամ ինչ վիճակներ գրնանալ եւ յուրաքանչյուրին բարակեն ինքնինքս այդ անցին դեղ դրածեմ եւ փորձածեմ շատ գարչ շատ բարձ հայերենով շատ բարձ բարերով աղոթք մկրել միշտ սկիզբը արտահայտելով մարդուն մտահոգությունը հարցումները ցավը նեղությունը գցկեն որ ընթերցողը դուրս դա իր նեղությունը եւ հետո առանց սկացնելու բադասխանը աղոթքով գործեմ ավարտել ուրեմն այդպես 100 հատ նյութեր համախմբեցի եւ ուրեմն քիրքի վերածեցի ուրեմն անունը թրի ունգընտիր դեր որ գնշանագե քրապար մդիկ ռեդեր բայց եթե ունգընտիր դերը դարաթարսությամբ արեմդահայերենով առնենք կնշանակե մդիկ ընող դեր այսինքն ադոր մեջ բատկամ այն է որ եւ որ տուն գսես մդիկ ռեդեր ինք արդեն մդիկ գնող է այսինքն մդիկ ըրած է արդենից մանավանդ որ մեր ժամանակության մեջ աղոթք գա որ միշտ դպավորած է ինձի քրապարով գսե Քիդես զբեդս մեր եւ զգարիս առավել քան զոր խնդրեմ կեv իմանանք տուն մեր բետկերը եւ գարիկները քիդես մեր քիծածեն եւ մեր խնդրածենալ առաջ անորամար ադիա գնշագի որտուն գսես մդիգը արդեն ինքը մդիգ ըրած է ադի է որ գուզեմ վստահեցնել ընթերցողի մեջ եւ նաեւ քիրքին վերջավորության գողքին վրա կրածեմ որ գրնալալ որտուն այս վիճակները մեգուն մեջ չես չնշանակե որ չես կնար աղոթել աղոթե ան որ այդ վիճակի մեջ է որբեսի տուն օրտնվես եւ ուրիշին օգտակար դառնաս որովհետեւ օրը տուն պետք ունի որ մեկը քեզ համար աղոթե ասիկա նպատակս այն էր որ որովհետեւ անդադարսա որ ժողովրդին երբ կսենք աղոթե շատեր գան որ չեն գիտեր աղոթել
Հավանաբար միայն գիտեն հայր մերս էլ, հավանաբար միայն գիտեն իրենց գիրակնորյային կամ դպրոցեն սորված աղոթքը, բայց չեն գիտեր սիրդերնին փանալ Աստծո։ Անորմալ ուզեցի այս աղոթքը անպայման դնել, որովհետեւ բոլորին հասանելի դառնա եւ բոլորն ալ հասկանան, որ ամեն վիճակներում մեջ ինչպես կարելի է Աստծո սիրտը փանալ, որուն մեջ ինքնաբերաբար Աստված իր խոսքը գտնե, իր բատկամ գտնե, իր զորություն, իր շնորհքը գտնե։ Եվ քիրքը նաև թարգմանվեցավ անգլերենի, Ավետիս Հաջյան անունով ուրեմն մտավորական թարգմանեց անգլերենի, որովհետև դվեցավ արևելյան թեմի հովանավորությամբ, որբեսի ժողովուրդը ունենա իր դրամատուրգիան տակ թե հայերենը եւ թե անգլերենը։ Եվ այսօր կգտնանք Amazon-ի վրա, վստահ Անգլերեն եմ, լեզուն կարելի է գտնել Kindle Amazon-ի վրա։ եւ վստահ գաթողիկ գործարանի գրադունին մեջ եւ դերևս մյուս եկեղեցիներում ինչ բոլոր անոնք, որոնք ուզեն այդ գիրքը ձեռք բերեն։ Քանի որ աղոթքը մեծ դեր կատարած է ձեր կյանքի մեջ եւ ես ասեցի համաձայն եմ, որ մարդիկ դժվարություն ունին Աստծո հետ խոսելու։ Եվ Հովանու 17-ը մենք կտեսնանք Հիսուսին աղոթքը իր վերջին աղոթքն էր եւ շատ անձնական, շատ խորունկ բախում ունեցավ իր հորը հետ։ Եվ այս աղոթքին մեջ ինձ համար շատ դպավորիչ է, որ մի քանի ժամեր վերջ ինքը պիտի երթար Գեթսեմանի, պիտի երթար խաչելություն, բայց ամբողջ աղոթքին ընթացքին ինքը ոչ խնդրանք ուներ, ոչ որոշում ուներ, բայց ինքը մինակ թե քսեր դեր ժամանակը հասավ եւ բարավորեք ու որդիդ։ Շատ անգամներ Տեր Հիսուս Քրիստոս առաջինը որ ճուրը քինի փոխեց, իր մորը ասավ իմ ժամանակը հասած չէ, դաջարի մեջ կամ շատ անգամներ, բայց հիմա այս համարի մեջ որ կգարտանք կսենք դեր ժամանակս հասած է, հայր ժամանակը հասել է, բարավորեք ու որդիդ։ Ինչպես կնակ բացատրել, որ Տեր Հիսուս Քրիստոս գիտա որ իր ժամանակը հասած է։ Ուրեմն շատ կարևոր է որ նախ հասկանանք Հիսուս ինչպեսի մտնոլորտի մեջ այս աղոթքը բարձրացուց։ Հովանու ավետարանը այդ միակ ավետարանիչն է, որ Հիսուսի վերջին ընթրիքին հատկացած է քանի մկլուխ։ Երկար օրեն կանխատարնա Հիսուսի այդ վերջին ընթրիքի խոսակցության, խրատներուն, ճշմարտությունը փոխանցել եւ մանավանդ ադոր իբրև եզրակացություն այս աղոթքը։ Հետևաբար որբեսի լավ հասկանանք, մենք պետք է մենք մեզ այդ վիճակի մեջ տնենք, որ Հիսուսի հետ վերնադան մեջ այդ ուրեմն զատկվան ընտրիքի բահն է եւ Հիսուս իր վերջին խոսքերը իր խրատները գուտագոր եւ մանավանդ Հիսուսի նպատակը այդ վերնադան մեջ անշուշտ խորուրդը փոխանցելն է որ ինք եկած է իր խաչելությամբ նոր իմաստ տալու փրկagorության նոր իմաստ տալու այս զադիգի խորուրդին նոր իմաստ տալու որ մարդկությունը նոր էջք մբիդի բանա իր խաչելությամբ եւ հարությամբ բայց նաեւ մարդկային օրեն Հիսուս ուզեց իր առաքյալները իր հաջորդները պատրաստեր քալիքին որովհետեւ ի վերջո առաքյալները նաեւ բարձ մարդիկ էին համեն մեկը դարբեր ցևով կպատկերացներ որ Քրիստոսի այս առաքելությունը ինչպես պիտի ընթանա ինչպես որ գտեսնենք որ շատեր այսպես գբադգեր իրական թակավորություն պիտի կա եւ պիտի հիմնվի Երուսաղեմի դաջարի մեջ այսինքն պիտի լա ցերպազադում հռոմեացիները որովհետեւ հрья ժողովուրդը այդպես կբադգերացներ թակավորությունը եւ անորմալ Հիսուս կպատրաստեր որովհետեւ առաքյալները չէին անդրադառնալ որ Հիսուս արդեն իսկ եկած է ժամը որ պիտի ցերպագարվի իր ժողովրդին կողմը եւ պիտի խաչվի շատ չարաչար գերբով ասիկա աշակերտի համար անգախ այն բանեն որ իրենց ամենեն սիրելի ուսուցիչը չարաչար եւ անարդար գերբով գչաչարվի գտադաբարդվի մահվան եւ խաչին վրա գզովվի դժվար դանելի բան է եւ նաեւ իրենց համար ինչպես պիտի այսինքն գարելի պիտի լար այդ առաքելությունը շարունակել քու ամենեն սիրելի
ով ալ այդ անցե, եթե որը մեկ ծևով վախճան ունենա, թուն սիրտ չես ունենար պամանելու։ Անորամար Հիսուս պետք էր պատրաստեր իր աշակերտները քալիքին եւ անորամար գսե պիտի երտամ հունտուկ պիտի չգռնակ քալ։ Վլքիցեք, բայց օրը պիտի կա, ետ պիտի կա եւ պիտի գրնակ ինձ հետևի։ Այս խոսքերը գսե ոչ թե բարձրապես իրենց խորտավոր իմաց մտալու, պատրաստելու որ վնասի պիտի անցնիկ այդ սուքի հանգրվանեն, բայց պիտի կա օրը որ դուք պիտի սկաք որ մենք հաղթական ենք, պիտի գարնակ այս առաքելությունը դուք ծեր ցերկով շարունակել։ Եվ անորոմար այս աղոթքը, եթե այս բարունագի մեջ նայենք, լավաբես պիտի հասկանանք, որ Հիսուս աղոթքով գեզապագե իր ամբողջ սորվեցուցածը որ դեր կխնդրեմ մի գործնացե որ դե թունդվիր իրենք ալ քեզի կբատկանի ինչպես որ ես քեզի կբատկանեմ անորամար այդ բարունագի մեջ եթե դիտենք շատ ավելի լավ կհասկանանք որ Հիսուս իր առաքելությունը ինչպես այս ամբողջ աղոթքի մեջ գամփոփե եւ մանավանդ որ բեկչե մորնանք որ Հիսուս նաեւ աստվածաշնչական առումով եւ մեզի համար քահանայաբեդ է ինք այսինքն քահանայական գարքին քահանայական օծման գլուխն է ինչպես արդեն եկա ծնունդին արդեն իսկ իր ծնունդին գտեսնենք մոքերուն ջամփով որ այդ խոնգի նվիրումը կնշանակե իր քահանայությունը որ ինքն է քահանայաբեդը որ իր գարքով իր զողությամբ պիտի գադարելակորզե քահանայակորզությունը կամ քահանայությունը քահանայության հասկացողությունը իր մեջ կան փոփվի թե քահանան որ գնվիրե զոհը եւ նաեւ իր մեջ կան փոփվի նաեւ զոհի հասկացողություն որ ինքն է նաեւ զոհը ուրեմն իբրև քահանայաբեդը գարցեք հոստեղը աղոթքը բարձրացնե եւ գուզեմ բստիկ մատնանշումը անել որ այո աղոթքի դարբեր ծևեր կային հրյական սենտրվածքի մեջ եւ ընդհանրապես աղոթական այդ բաները այսպես հadouk գարկը ունեին պետք է իբրև հրյա իրենց գլուխը ծածկեին ուրեմն աղոթքի իրենց բարանը գաբեին դարբեր թրված կերպ այսի մոտ կդեսնենք այդ աղոթքը որ գուզե ամբողջ իր մաղթանքը իր բանը այսպես սեղանին վրա տնել առանց այդ աղոթական կանոնական ծևը օգտագործելու եւ ինք արդեն իսկ պիտի աղոթե ինչպես որ հիշեցի Գեթսեմանի բարձի մեջ պիտի երթա եւ աղոթքով պիտի պատրաստվի սակայն այս աղոթքը ուղղակի պատրաստելու համար է ինք զինք իր միությունը վերահաստատելու իր աշակերտներուն հետ եւ խնդրելու որ ասոզմե որ այս աշակերտները բահբանե չգործընծնե որովհետեւ իրենց մով նաեւ շարունակվի աբակա հավատացյալներու շարքերը շարունակվին եթե մեկը ուշադրությամբ ընթերցե բիդեսնե որ երեք բաժիններ ունի այս բանը ուրեմն աղոթքը թեև ընդհանրապես վերնակրված է այս աղոթքը կամ այս գլուխը Քրիստոս եկեղեցին համար գաղոթ է ուրեմն հոստեղը մենք կդեսնենք եկեղեցու գարքը Քրիստոս ինքն է գլուխը եկեղեցին առաքյալները խորհրդանշող եւ հավատացյալները որոնք նպատակն է որ բոլորս մեկ Քրիստոսի անունին դա Քրիստոսի հովանին դա Քրիստոսի գլխուն դա իբրև մարմին գազմենք այդ խորհրդավոր բատկերը ունի եւ ժամանակի հասկացողությամբ Հովանես Ավետարանիչը շատ կշեշտե ժամանակի հասկացողությունը ասելու համար որ Աստված ձեռագրած է այս բոլորը իր փրկagorությունը ձեռագրած է ժամանակ ունի եւ Քրիստոս այդ ժամանակի համապատասխան գերտա որովհետեւ եթե լավ սերդենք Հովանու ավետարանը բի դեսնենք որ մանավանդ Քրիստոսի խաչելության բարակային սկսյալ վերնադան իր ընտրիկեն մինչև քերեզման թրվիլը 24 ժամ մեն բագաս դեղի գունենա
որ չի գրնար մարդկային առումով իրականանալ։ Այսինքն, երևակայեցեք, որ մեկը շատ արագ գծեպագարվի, գտածվի, մահվան արժանի կտեսնվի, կխաչվի եւ քերեզման թրվելու արժանի չլար մեկը, որ խաչի վրա գմերնի, գզովի, քերեզմանալ գտրվի։ Անգարելի է մարդկային հասկացողությամբ, որ ժամանակի առումով այս կամ բան 24 ժամեն բագաս տեղի ունենա։ Բայց ժամանակ է որ գշեշտվի Հովանովի դարան մեջ ասելու համար, որ որովհետև Աստծո գամքն է եւ Աստված ինք եկավ այս ծրագիրին համար, ուրեմն ժամանակը մարդկային ժամանակը ասելիք չունի։ Եթե Աստված այս ժամանակը ճշտած է իր փրկagorցության համար, ուրեմն դեղի պիտի ունենա եւ անորամար է որ գսե ժամանակն է եւ Աստված ինքը դերն է ժամանակին, որովհետեւ իրականություն մարդկային առումով ժամանակը մարդը երբեք հագագշտություն հավասարագշտություն չունի։ Չի գրնար իշխել ժամանակի վրա։ Չի գնա ժամանակը գեցնել, չի գնա ժամանակին ասո այս ժամանակ ասի դենեմ գնա ուրիշ բան բադահիլ։ Բայց Աստված դերն է ժամանակին, որովհետև աստվածաբանական առումով Աստված անժամանակ է։ Աստված հավիտենականությունը Աստված ինքն է աղբյուրը հավիտենականության։ Ինք ժամանակը իրեն համար ժամանակը բաց է, սկիզբ չունի եւ վերջ ունի, ինքն է սկիզբը եւ վերջը։ Եվ ըստ գուզե որ իր ժամանակին համացան եկած է հիմա իր գամքով այս մարդկային ժամանակի մեջ իր ժամանակի հասկացողությամբ այս բգակորությունը կդարելու։ Եթե նայենք իրապես փորկը ունի որ որովհետև եթե մեկը Հովանով է դարանը լավ չսերդե այս բոլորը ամբողջական պատկերը չունենար որովհետև օրինակի համար ինչու Հիսուս ասավ գավանտեմ հոգիս ինչու ինք իր գամքով ավանտեց ասելու համար որ ինքը իր գամքով ինքն է դերը եւ իր ուզելով է որ գավանտե ոչ թե որովհետև մարդը ուզեց իր հոգին խլել իր գամքով է որ ինքն է դերը եւ այդ դիրությունը այդ գամքը աստվածային գամքը խոնարեցուցած է մարդուն համար մարդուն փրկության համար Մի քանի հարցումներ միտքս եկավ նախ աս աղոթքը երբ որ կկարդանք թեպետևին կասու որդի էր եւ երկրի վրա ինչ որ գլսեր անիգա կգադարեր բայց աս աղոթքի մեջ այդ գտեսնանք որ կարծես հայր եւ որդի նույնն են այլևս Հիսուսը հավասարությունը կա իրենց մեջ Եվ հայր բարու էր ասարցումը գուզեմ արցնել, երբ որ համարի մեջն է գսե ես հիմա գերտամ, բայց տուն իրենց հոգտար աշակերտներուն համար, պիտի երթար, որովհետև արագ ընթացքին մեջը կեցեմանի թադելը, ասենք, խաչելությունը, մահը, ինքը պիտի ցկեր այդ վարգյաններուն, այդ օրերուն իր աշակերտներուն, եւ իր աշակերտները դակավին Սուրբ Օքին չէին արած այո Մինչև երբ օրինակի համար, երբ որ ինքը փառավորվեցավ, նորեն ամենադեն աշակերտներուն հետ չէր։ Անոր համար էր, որ իր հորը ըսավ, որ հոգդար իրենց, որտեղ մեմ մինչև Սուրբ Հոգին առնելը։ ուրեմն նա մեկ բանով պետք է մեր մտքի մեջ հստակելա որբեսի հասկանանք այս հասկացողությունը ոստեղը Քրիստոս միջնորդությունն է որ կգադարեգոր Ամեն։ ուրեմն ինք Աստծո իր միությունը գահստադեգոր իբրև եկեղեցու գլուխ որ ես եկած եմ մենք ես եւ դու մեկ ենք ինչպես որ ես եւ դու մեկ ենք իմ խնդրանքս է կամ իմ գամքս է այս քալիքս ուղությամբ որ նաեւ ժողովուրդը մեկ լա քեզի հետ եւ նաեւ մեկ լալով բոլոր ժողովուրդները բոլոր զավակները կան եւ միանան այս միության որովհետեւ Քրիստոսի առաջ ինչպես որ մենք գիտենք մարդուն եւ Աստծո միջև այդ վարակույրը գար, կոց վարակույրը գար։ Քրիստոս իր խաչելությամբ է որ բادرեց եւ փածավ եւ միացուց, որովհետեւ երկար մարդը գործը օրենքի մարգարեության ջամփով այդ միությունը ըսկա, բայց գալարյալ չէր։ Քրիստոսով Քրիստոսի միջնորդությամբ
Քրիստոսի տապած արյունով ինք եկած էր այդ միությունը վերագանքնելու մարդ եւ Աստված հաշտությունը կոյացնելու։ Եվ հետևաբար այստեղ ուրեմն ինչու համար մենք Քրիստոսի համար որդի գսենք եւ որ գտնենք որ Քրիստոս համահավասար փարագից է հորը։ Ինչու գսենք որդի։ Ինք որդի դարձավ որբեսի մեզ որդիներս իր մեջ ամփոփե եւ ինք միանա հորը իբրև որդի եւ մենք այդ հաշտու միությունը կոյացնենք։ Ինք բեք չուներ որդի լալու եւ ինք որդի չէր, որդի դարձավ որբեսի մեզի որդեկիր դարձնե Աստծո։ Ինքը քարնուկ դարձավ որբեսի մեզ իբրև քարնուկ Աստծո հոդին միացնե։ Մեզի բեսը մարդ եղավ որբեսի մեզ մեր մարդկութենեն վեր հանե եւ նաեւ ասենք Աստծո ժողովուրդ դառնանք։ Հետևաբար հոսե այդ միջնորդությունն է որ հավասի գեգած եմ իմի ներս քեզ գբերեմ։ Եվ մեկ բան մնալ գա, եթե ավելի լայն բարոնակով նայենք, գտեսնենք, որ Աստծո ուխտը գադարելու երկու հիմնական բան կա։ Մեկը դա Աստծո խոսքն է, հետո պաշտամու կամ զոհողությունն է։ Առնենք օրինակը Մովսեսին։ Մովսեսը արավ 10 պատվիրանները եւ նաեւ հետո ստեղծեց կամ ասենք Աստծո պատվերով հիմնեց այդ վրանը ուր պաշտամուկը, այսինքն Աստծո մոդենալու համար խոսքը եւ զոհը պետք է։ Մեր բادرքի մեջ ալ սկիզբը որ երախայրից բادرակ կսենք կամ ջաշու բادرակ կսենք Աստծո խոսքը գլսենք քանի մարիտներով հետո է որ հաղորդության վրա հացին եւ քինին վրա այդ սրբասացությունը գլա եւ աղոթքը ասենք կսրբացվի կամ կսրբակորձվի հաց եւ քինին Հիսուսի մարմին եւ արյունը լալու այստեղ նախքան Հիսուս ինք զոհը լալու նախ աղոթքը կամ աղոթքի կամ խոսքի ջամփով գործե իր արաքյանները Աստծո հովանին դակ պահել, որովհետև հետո ինք իբրև զոհ բիդի այդ ասենք բաշտամունքի կամ զոհը բիդի դառնա, որովհետեւ ամբողջացնե եւ գադարելը կորզե ինչ որ մենք օրենքի մարգարեության կամ դաջարի բաշտամունքով ուներ հրյա ժողովուրդը։ Անորմալ այս միջնորդության հասկացողությունն է, որ մենք կտեսնենք, որ գսե մենք մեկ ենք դեր, հիշե որ ես եւ դու մեկ ենք, ինչպես որ ես եւ դու մեկ ենք, իմ խնդրանքս է, որ իրենք ալ մեկ մնան այս իրենց միջև միությամբ նաև մեզի հետ կամ ակու մեջը իմ մեջս եւ քու մեջդ եւ հետո նաև այս միության միջոցով բաճարով նաև բոլոր անոնք որ գլսենք ու խոսքը գուքան ճշմարտությանը իրենք ալ այս միության մաս կազմեն շատ գեղեցիկ է իրականում բادرը Հայրբարույր որբեսի գարենանք մեկը լալ, ասենք ուր որենքն է, ասված մեզի ուր որ թրած է, այդ մեկ լալուն համար անցնաբես գհավադամ, որ ուրախությունը ունենալն է Քրիստոսին, որ ես գարենամ այդ մեկ միապան լալ ամենուն հետ, այդ ուրախությունը, որ գնակ ավելի թուք բացադրել, ադիմա ադսել գուզեմ հասկացակ միտքս, այո ուրեմն հիմա քիչ առաջ կսեի որդեկիր լալու այս հասկացողության մասին եւ Քրիստոս եղավ մեր բատկերը վերագանքնելու այնինչ որ ունենք Աստծո բատկեր եւ նմանությունը ադիգա վերագանքնեց իր զոհությամբ եւ իր շնորհքով ուրեմն ես ինչպես գտնամ այդ միությունը ցույց տալ Աստծո Միայն այն բանով, որ ես երևիմ, որ Աստծո գապատկանիմ, իմ կորձս, իմ խոսքս, իմ ամբրելագերբս գարդացոլացնեն իմ հորս նգարակիրը։ Ես ինչպես հիմա երևակայեցա, գիտեք, սենք զավակներ կան, որ գսեն, որ ոչ մամային ելած է, ոչ բաբային ելած է։ Ինչու։ Իր զավակն է, չէ։
բայց չի ելած, որովհետև իր մորը եւ հորը նկարագրին չի հետևած, դարձած է ուրիշ մեկը։ Ը, Բայց եւ որ մեկը իր հորը եւ մորը կուրծը կշարունակե, գսեմ որ օ հավատարիմ զավակն է որ կշարունակե որ իր ծնողքին նկարագիրը, թերագադարությունը, աշխատանքը կորձը եւ այլն։ Ուրեմն ես ինչպես գնամ այդ միությունը ցույց տալ եւ որ ես իսկապես հասկացած եմ իմ հորս նկարագիրը թե Աստված ինչպես կգործե, ադգամիեն ես Աստծո խոսքով գնամ գիտնա, Աստվածաշունչին ջամփով է որ գիտնամ ինչպես Աստված կգործե եւ ինչպես կհանձնարարե որ կգործեմ այս կյանքի մեջ եւ ուրեմն կգործել։ Բայց այսօր մեջ եթե այսինքն այսպես ներկայացեմ կնշանակի թե 4 ցամաք պիտի գարտամ Աստվածաշունչը պիտի նայեմ որ Աստված ինչ կհանձնարարի որ եւ օրենքի պես գդարեմ ինչպես որ հрьяաները կգդարեն այսօր մեջ շատ կարևոր բան մգա որ ուրախությունը կբացի ինչն է այդ ուրախությունը որ ինձի միշտ պիտի մղե որ իմ Աստծո ասենք գերբարը կամ ասենք թեմքը իր նմանությունը ցույց տամ իմ կյանքից մեջ եւ որ ես իմ մորթիս վրա ըսկացած եմ այն անձը որ հասկնա փրկությունը ինչ է հասկնա Քրիստոսի հարությունը ինչ է չի գտնար կյանքի ամենամեծ ուրախությունը ապրիլ հարության թադարք քերեզմանին մեջ է որ կտանք մենք մեր կյանքի ուրախությունը եւ կյանքի իմաստը այդ մութ քերեզմանի մեջ հարության լույսը նոր կյանքի լույսը բահված է մեզի համար որ մեր կյանքի իմաստն է եւ որ մեկ այդ լույսը գտեսնե գահսկնա չի գրնալ չլեցվիլ այն ուրախությամբ որ այնքան գրնա փավել որ ամբողջ կյանքը իմաստավորված եւ ուրախ անցնես եւ որ ուրախությունը ապրիս սկսած սրտի մեջ եւ այդ սիրտը լեցանե ինչպես չբատմես չարդահայտես որևէ մեկ ցևով մեկ որ ուրախանա դեմը փամ հաճողի կսբ գուզեմ այսպես հավանաբար դոնախմբել ադիգա կամ գուզեմ ուրիշին օգտակար դառնալ եւ ցույց տալ իսկապես երախտաբար դեմ ինչ որ բադահեցավ ինձի ասա ուրախության արդահայտություն է թեփքիմը կամ փանիմը որ քու կյանքի մեջ բադահազ է ուր մնաց հասկանաս հարությամբ որ տուն կյանքդ փրկված է նոր կյանք ստացած ես կյանքի նոր իմաստ ստացած ես այս անարդար կյանքի մեջ այս դժբար երբեմն անախորժ կյանքի մեջ եւ որ դու ադիգա ապրած ես ուրեմն անպայման օրեն տուն Աստծո խոսքը գաբրիս գմղե ուրախությունը այդ սերը գմղե որ տուն ապրիս եւ ասես որ ես այո Աստծո զավակ եմ ես Աստծո գբատկանեմ ես Աստծո հետևորդ եմ եւ հոն է որ մենք ցույց կտանք Աստծո միությունը մանավանդ պիտի հանձնարարեմ անոնք որոնք ուզեն լավաբես հասկանալ այս միության հասկացողությունը ինչ որ Քրիստոս այս աղոթքին ջամփով գործե բացադրել մեզի եւ մեզի այդ շարանքը դալ որ ինչպես միության աղոթքը գդարեց Բողոս Արաքյալը Եփեսացիներուն նամակին մեջ շատ ավոր կնկարագրե միությունը իբրև եկեղեցի իբրև ընտանիք եւ իբրև անհատ հոն անոր մեջ ամբողջությամբ կարելի է տեսնել թե ինչպես անհատը իր ընտանեկան հարգեն սկսկալ մինչև եկեղեցական հավաքական կյանքի մեջ կրնա դրսևորել Աստծո շնորհքը, որ ինք փրկված է եւ Աստծո շնորհքը գվայել է։ Հոն Բողոս Արաքյալ շատ գեղեցիկ կերպով կնկարագրի եւ իրապես որ գազմագերբված ծևով կներկայացնե ամբողջ ժողովուրդ եկեղեցի ընտանիք եւ ի վերջո անհատ զինվորը հավատքի եւ հոգեվոր զինվորը որ պետք է անհատապես բայկարի եւ այդ շնորհքը ապրի իր կյանքի մեջ Ամեն մեկ հարցումը եւս կուզեմ հարցնել քիչ արագ ասիկ որ խաչին վրա Հիսուս որպես ինքը ավարտեց իր կյանքը հոն բարձրապես կուզեմ ինձ համար ավելի հստակ գալա միևնույն adենսավ հայր ինչու զիս թողուցիր եւ դու գսեք ինքը ավարտեց իր կյանքը ինչպես գտնակ բացադրել այո Քրիստոս խաչ բարձացավ մեր դերը
մեզի համար։ Ինքը ոչ թե որովհետև արժանի էր ադոր եւ գամ բարձրապես ինք ուզեց սովիլ։ Ինք հոներ ներկայացնելով ամբողջ մարդկությունը։ Այնինչ որ ես պետք է խաչի վրա լայ, որովհետև ես եմ մեղավորը, ես եմ անձավորը։ Եվ այսպես բոլորս, բայց ինքը հանձնարավ զոհը դառնալ, որբեսի մեզ այդ բադիժեն եւ անեցքեն ցերպազադե։ Եվ հետևաբար Քրիստոս այդտեղ է մարդկությունը ներկայացնելու Աստծո։ Եվ մարդուն բարերով ըսավ դեր ինչու լքեցել։ Հիմա այս արդահայտության մեջ նաև պետք է հասկանանք, որ ադիգա չի նշանակեր, որ Հիսուս լքված ըսկաց։ Գամ մարդկությունը ուրեմն լքված էր այդ ժամանակ, այդպես պետք չի առնենք։ Անոնք, որոնք 5 դագարանը լավ գնտեցեն, գտեսնեն, որ ողբի ոճ է, որ ըսել գուզե դեր երբ պիտի բերես այս արդարությունը։ Ողբը սուկ չէ։ Սուկը գսկաս բարձրապես որտեղ գործընթացիր։ Ողբի մեջ աղաչանք կա, արդարության սպասում կա, հույսի սպասում կա։ Եվ հետևաբար հոն Քրիստոս այդ 5 դագարանյան հասկացողությամբ ողբն է, որ գարդահետ է։ Ըսելու համար դեր ինչու լքեցիր, այսինքն ես դագավին գսպասեմ որ քու արդարությունը։ Մարդկության բեռնով է որ արդահայտեց, որովհետև ինք այդտեղ մեր դերը մեզի համար ինք գզոհվեր եւ ինքզինք գտներ Աստծո արչեվ։ Բայց հոս պետք է սկուշ լանք որ Հիսուս միայն իբրև մարդ չէր որ գարդահայտ էր այդ խոսքը։ Հիսուս միշտ իր ամբողջ արգելյուն մեր մանավանդ հայ արաքելական եկեղեցու հավատամքին եւ հասկացողության համաձայն Հիսուս գադարյալ մարդ եւ գադարյալ Աստված ամեն հանգրվանները անցավ։ Եվ հետեւաբար հոն իբրև Աստված եւ իբրև մարդ արդահայտեց այդ խոսքը ըսելու համար դեր հավասիկ այսին ըսել գուզեր որ Եգուր փրկե եւ գադարելակորձե այն աղաչանք այն ողբը որ մենք կսպասենք որ արդարությունը կա այս երկրի վրա այս անարդարությունը ինձի հոս բերավ այս վիճակի մեջ դրավ բայց ես գիտեմ վստահ եմ որ պիտի կա քու փրկությունը քու արդարությունը եւ այդ բահն է որ գամ փոչանա եւ գսա ամեն բան լրումին հասավ եւ իր հոգին գավանդ է Ամեն։ Իսկ Հիսուսին ասխնդրանքը աղոթքին իր հորը ինչպես կրնանք կապել հայտնություն Հովաննուին հետը։ Շատ մտեղեր կան, որ գտեսնանք դրսևորումները, գտեսնանք գադարումները։ այո մենք հայտնության Հովաննուի ջամփով մենք կտեսնենք որ ի վերջո վախճանը պիտի կա եւ Աստված մեզի կպատրաստե այդ վախճանին եւ այս աղոթքը մեզ կսորվեցնե որ պայման է որ մենք իբրև Քրիստոս գլուխ ունենալով եկեղեցու Հովանին դակ իբրև եկեղեցի մնանք մեկ երբ Քրիստոս կա իր բոլոր գնիկները բոլոր իր հանգրվանները ինչալ լան աշխարին դեսնելիք ասենք այդ գնիկները կամ հանգրվանները մենք ադիգա թիմակրավենք իբրև ամբողջական միագամ մեկ եկեղեցի եւ հստակորեն նորեն պիտի մեջբերեմ եփեսացիներուն նամակը որ Պողոս արաքյալ հստակորեն գսե որ մենք միություն չի նշանակի բոլորս մեկ տեսակ ենք միություն կնշանակե բոլորս իր դարբերություններով զիրար ամբողջացնող սակայն մեկ անունի դակ մեկ Հովանի դակ մեկ զորության դակ Քրիստոսի անունին դակ մեկ ենք որովհետև այդ եկեղեցին երկնքի մեջ կրնալալ երկրի վրա կրնալալ կարևոր է որ այդ ժամանակները որքան որ մանավանդ դժվար ժամանակներ կրնան լալ աշխարհի եւ մարդկության համար մենք զայն թիմակրավենք Քրիստոսի Հովանին դակ եւ իբրև մեկ եւ միացած եկեղեցի որուն ասեմ միացնող փուն դարը Քրիստոսն է ինքն է գետրոնը ինքն է գորիզը ուժ դվող առաջնորդող Սուրբ Հոգին է եւ մենք անորմով գարենանք բոլոր դժվարություններ մարդարավերներուն դիմաց մեկնալ որովհետեւ
Հայտնության հովանուի մեջ կտեսնենք, որ եկեղեցին բարակդող շատ երևույթներ դեղի պիտի ունենան։ Նույնիսկ գսները պիտի եկեղեցիեն դուրս գա, կամ աստծո ժողովուրդեն պիտի ելլե։ Հետևաբար այս աղոթքը միշտ մեր մտքի մեջ պետք է ունենանք, որ ամենքնով պետք է պատրաստ լինենք, որ մեր Քրիստոսով միությունը բահբանենք, որովհետև ադիգա մեր զորությունն է։ Ահավասիկ երևակայեցեք, որ մենք ըլլանք հայ, արաբ, ամերիկացի, կարևոր չէ ինչ ասկի կպատկանենք, ուր ըլլանք, ամեն մեկը իր ավանդություններով, ամեն մեկը իր ցևերով։ Մեզ միացող Քրիստոսի անունն է, Քրիստոսի փրկությունն է, Քրիստոսի շնորհքն է, որ մեզ այդ միության դակ կբայե, ուր ըլլանք, մենք մեկ ենք Քրիստոսով։ Եվ գուզեմ այստեղ մտապերել բادرակեն օրինակը, որ երբ ուրեմն սգիհը գբերվի սուրբ սեղան բادرակի ընթացքին եւ եկեղեցականը խաղաղություն գուտա եւ ուրեմն ողջույն դուք միած գերկվի Քրիստոսի մեջ գերկվի իրարու գողջունենք կովինիտ գողջունես առանց գիտնալու որ կովինետ ով է գնալ չես ճանչնար բայց Քրիստոսի ներկայությունը մեզ կամ փոխչացնե կամ միացնե հաշտություն կգույացնե մեր միջև եւ մեր եւ Աստծո միջև հետեւաբար այդ միությունը պետք է ամենքնով բահբանենք եւ որովհետեւ ադիգա մեր զորությունն է գսե չէ Քրիստոս հոնը որ երկու հոգի իմ անունով սա ես հոնեմ ադիգա զորությունն է մեր միության զորությունն է որ պետք է ապրենք բահբանենք եւ երբեք չթույլ չտանք որ չարը իր փորձություններով ադիգա մեր ցերկեն խլե Ամեն։ Շատ շնորհակալ եմ այս բոլոր բացատրություններուն համար նախքան ավարտել աղոթքով պիտի խնդրեի որ մենք միքը այսօրը որ ժողովուրդը պիտի դիտե դերենի ցեղասպանության թվականն է ապրիլ 24-ը ինչ խոսք ունի գսելիք հայ ժողովրդին իմ աղոթքս է իմ մաղթանքս է որ այս միության զորությունը այնինչ որ Հիսուս իր խաչելությամբ, իր անկին զողողությամբ իրակորձեց, կատարեց մեզի համար, որովհետեւ մենք այդ զորությունը ապրենք եւ ոչ թե բարձրապես թիմագայենք կամ բայկարենք այս մարտահրավերներուն դեմ, այլ ուրախությամբ հաղթական սրտով թիմագայենք այս դժվարությունները։ Եվ հետեւաբար իմ աղոթքս է, իմ մաղթանքս է, որ մենք կարենանք այդ հարության հաղթանակած սրտով իբրև ժողովուրդ, իբրև հայ ժողովուրդ, որ ասպաս մեզի օրտնած ավելի քան որ մենք արժանի ենք, այդ օրտնությունները կորցնենք, իրար հանդեպ այդ սերը ցույց տանք, այդ միությունը ցույց տանք, ցույց տանք, որ մենք Աստծո գբատկանենք, Աստծո ժողովուրդն ենք, Քրիստոս մեր գլուխն է եւ մեզի համար ոչ մեկ բան գրնա որը մեկ ցևով նվաստացնե, որը մեկ ճարիք, որը մեկ ցեղասպանական մոդեցում, նույնիսկ ցեղասպանություն չի գրնար մեզ մեղ խլել Քրիստոսի շնորհքը, Քրիստոսի դված փրկagorցության զորությունը, իր անունի սրբությունը չի գրնար մեզ մեղ խլել եւ հետեւաբար ադիգա պետք է ամենքնով բահբանենք մասնակցելով մեր երեցական կյանքին աղոթելով անդադար եւ մանավանդ Աստծո խոսքը ոչ թե բարձրապես լսել, այլ կորձի վերածել։ Եթե իրապես կորձի վերածենք, մենք ինքնին հզոր ժողովուրդ կդառնանք, Աստծոյով հզորացած ժողովուրդ կդառնանք, որ իսկապես բոլորս ալ հրավիրված ենք այդ փառքը ապրելու եւ այդ փառքը կյանքի եւ կորձի վերածելու։ Ամեն Շատ շնորհակալ եմ հայր բարույր արդյոք կնակ աղոթքումը վերջացնենք Ով դեր փառք եւ շնորհակալություն կհայտնենք քեզի կուդված բոլոր փառիկներուդ եւ ողջունություններուդ համար, ինչպես նաեւ գաղութենք, որ այս բատկամը, այս խորհրդածությունը բոլոր ունգընտիրներուն եւ բոլոր անոնց որոնց կհասնի այս խոսքը դառնակու փառքիդ համար, որովհետեւ դու ինչ որ գադարեցիր փառավորվելու համար, Աստծո փառքը երկրի վրա հիմնելու եւ հաստատելու համար հետեւաբար այս բոլորը թողնա քու փառքիդ համար եւ ոչ թե մեր անձնական անունին եւ այս բոլորը թող ծառայե հավաքական եկեղեցին քու սիրելի եկեղեցիդ որն համարտուն քու արյունը թափեցիր եւ նվիրեցիր
թե մեր հավաքական եւ թե մեր անհատական կյանքին համար։ Հետևաբար այդ միությունը Տեր բահբանե քու զորությամբ, քու սրբությամբ եւ քու սուրբ հոգիդ առաջնորդությամբ որոտնյալ է այսօր, վաղը եւ հավիտյան։ Ամեն։ Ամեն։ Շատ շնորհակալ եմ անգամ եւս։ Սիրելիներ, շնորհակալ եմ, որ դուք մտի գրիք, կխնդրեմ, որ բաժնեկցիք, որ ուրիշներն ալ ցեզ նման օրտնվին։ Բարի շաբաթ կմաղթեմ եւ շնորհակալ եմ հայ բարոյր անգամ եւս եւ ուսամասիկա վերջինը չլա, մենք ավակային դարձյալ նորեն իրարու հետ հանդիպում ունենանք։ Շնորհակալ եմ։ Սերով։